Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աշխարհային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում, ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, տեսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև նեգատիվի առկայության մասին, եթե ցանկանում եք իմանալ ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ կա, թե ոչ, ես մեծ ուրախությամբ ձեզ այդ հարցերին կպատասխանեմ։ Եթե ես զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կապված է որևէ տեսակի նեգատիվի հետ, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека, отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, здоровье, финансы, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Да, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием буду вам отвечать на русском. Начинаем наш прямой эфир, дорогие мои подписчики. Սկսենք սիրելիներս, դուք էլ եղեք ակտիվ ու արեք ձեր նվերները, ձեր լայքերը, ձեր սրտիկները, գրանցրեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Սկսում ենք սիրելիներս մեր ուղիղ եթերը։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, սիրելիներս։ Հասմիկ 38 տարեկան, ինչ կլինի ապագայում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 38 տարեկան, ինչ է սպասվում ապագայում։ Սիրելի Հասմիկ, հատկապես ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք հատկապես ձեր անձնական ոլորտում, դրանք կատարվելու են, սիրելի Հասմիկ։
Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Անժելա Նարեկ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի և Նարեկի համար։ Անժելա Նարեկ։ Սիրելի Անժելա, սիրելի Նարեկ, ցույց է տալիս, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է լինելու, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ուրախություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ եկա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, դուք իրար կողք եք, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անժելա, սիրելի Նարեկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Անահիտ 26 տարեկան, տան հարցը կլուծվի թե ոչ։ Անահիտ 26 տարեկան, տան հարցը կլուծվի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Անահիտ, ձեր տան հարցը կլուծվի, ձեզանից էլ աչքալուսանք եմ սպասում, ձեր տան հարցը կլուծվի։ Լորա 22 տարեկան անձնական, Լորա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լորա, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, հատկապես դա կապված է ձեր անձնական ոլորտի հետ, խնդիրներ է եղել, որ ձեր կյանքի մեջ վախ է առաջացրել։ Սիրելի Լորա, մի վախեցեք, ձեր եւ անձնական կյանքում է լինելու հաջողություն, եւ գործնական կյանքում է լինելու հաջողություն։ Հաջողություն է լինելու, սիրելի Լորա։ Արման 25 տարեկան անձնական, Արման 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արման, կա խնդիրներ, ձեր անձնական ոլորտում, ոնց որ չի ստացվել, պետք է լիներ ամուսնություն, նշանադրություն, չի ստացվել, բայց մի վախեցեք, սիրելի Արման, ցույց է տալիս, որ լինելու է երջանկություն անձնական, դա կապ չունի, որ այս անգամ չի ստացվել, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբում ձեր ֆինանսական ոլորտում կլինի կայուն իրավիճակ, հետագա ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Հայգույի Ժորա, գրեք ձեր տարիքները։ Վանուհի 21 տարեկան անձնական, Վանուհի 21 տարեկան անձնական, Սիրելի Վանուհի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Վանուհի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ, Սվետա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար, Սվետա 19 տարեկան անձնական,
Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Սվետա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Կրիստինա, Мхитар, будет ли беременность? Кристина, будет ли беременность? Да, будет беременность. Да, будет беременность. Будет беременность. От вас жду награды. Да, беременность будет. Edmond 27 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Edmond-ի համար։ Edmond։ Սիրելի Edmond, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է, ուշադիր եղեք, անտեղ ժամանակ մի կկործրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում սիրելի Edmond կլինի հաջողություն։ Խնդիրներ կա, խնդիրներ կա, դժվարություններ կա, քանի գնա այնքան կվատանա։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սերտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ալբերտ 34 տարեկան, անձնական։ Ալբերտ 34 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար։ Սիրելի Ալբերտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ, եւ անձնական ոլորտում է ցույց տալիս հաջողություն, եւ ձեր կյանքի ֆինանսական ոլորտում։ Սկզբում ֆինանսական ոլորտում կլինի մեծ հաջողություն եւ հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ հաղթանակ։ Հայկ 49 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ, անձնական։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Կան նաև առողջական խնդիրներ։ Սիրելի Հայկ, անհավաղ պետք է այս նեգատիվ էներգիայից մաքրվեք։ Մհեր Սեդա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մհերի եւ Սեդայի համար։ Մհեր Սեդա, կա ֆինանսական դժվարություններ, սիրելի Մհեր, սիրելի Սեդա, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, դուք կկարողանաք այդ իրավիճակից հաղթանակով դուրս գալ, ինչ երազանքներ, նպատակներ որ կա, սիրելի Մհեր, սիրելի Սեդա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Նազելի 18 տարեկան, ֆինանսական։ Նազելի 18 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նազելի։ Սիրելի Նազելի, ձեր վրա թուղթուգիր կա,
եւ ձեր անձնական ներփակված եւ ձեր ֆինանսական ներփակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական կլինի եւ ֆինանսական կլինի, քանի կա այս կախարդանքը, այս մագիան, այս նեգատիվ էներգետիկան, դուք ոչ անձնական ոլորտում կունենաք հաջողություն, ոչ էլ գործնական ոլորտում։ Հասմիկ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 29 տարեկան։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կատորմական անեծք, հատկապես փակված է ձեր հայրական ազգը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Սիրելի Հասմիկ, ինչին ձեռ եք տալիս, քանդվում եք, ինչի վրա հենվում եք, բլուզվում եք, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հաջողություն կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մայրամ 26 տարեկան անձնական։ Մայրամ 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Երջանկություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սվետա 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 19 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սվետա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում եղել է այնպիսի իրավիճակ, որ դուք վախենում եք, որ դուք հիասթափված եք, որ դուք հոգեբանական վատ իրավիճակի մեջ եք ընկել, սիրելի Սվետա, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն։ Հայկուշ 27 տարեկան անձնական։ Հայկուշ 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Հայկուշ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Դուք երջանիկ եք լինելու, սիրելի Հայկուշ։ Մայրամ 49 տարեկան անձնական։ Մայրամ 49 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաղթանակներ։ Կա խնդիր, կա պրոբլեմ, սիրելի Մայրամ, բայց դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Դժվարությունը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է երջանկության եւ հաջողության ժամանակահատված։ Գաք Արաքս, երբ երեխա կունենաք։ Գագիկ Արաքս, երբ երեխա կունենաք։ Դուք կունենաք երեխա եւ շատ մոտ ժամանակահատվածում ձեզանից ձեր աշկալուսանք եմ սպասում։ Այո, սիրելիներս, ես մաքրում անում եմ։ Ես էքստրասենս բարահոգեբան եմ, կատարում եմ նաև մաքրում, կատարում եմ տարբեր տեսակի ծիսակարգեր, մարդկանց վրա դնում եմ պաշտպանության էներգետիկա, այո, ես մաքրում նույնպես կատարում եմ։ Շնորհակալ եմ Հովիկ 25 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովիկի համար։
Հովիկ 25 տարեկան։ Սիրելի Հովիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հնարավոր է տրանսպորտի միջոց ձեռք բերեք, հնարավոր է երկրից դուրս գալու հնարավորություն ունենաք, հնարավոր է այնպիսի աշխատանք ունենաք, որը հեռահար աշխատանք է։ Սիրելի Հովո, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Կարող եք ինձ անձնական նամակով գրել, ես կպատասխանեմ։ Դուք երեխա կունենաք, սիրելի Գագ, սիրելի Արաքս եւ շատ մոտ ժամանակահատվածում։ Բարև ձեզ։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Կախնդիրներ, սիրելի Հերմինե։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ անձնական ոլորտը եւ գործնական ոլորտը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հերմինե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 47 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 47 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Լիլիթ։ Ընդհանրապես սիրելի Լիլիթ, ձեր վրա մագիա կա, ձեր վրա թուղթուգիր կա, որը փակում է ձեր եւ հասնական երջանկությունը եւ ձեր ֆինանսական հաջողությունը։ Այս նեգատիվը փակելու է նաեւ ձեր տուն ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հաղթանակներ կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ ձեր նպատակը տունը ունենալու հետ կապված ձեր նպատակներն է, ձեր երազանքներն է կկատարվի։ Քանի կա այս խնդիրը, այս խնդրը չեմ տեսնում, որ կլինի, կկարողանաք ձեր տան հարցը լուծել։ Ալինա 21 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ալինայի համար։ Ալինա 21 տարեկան ընդհանուր։ Կախնդիրներ, սիրելի Ալինա։ Բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրները, խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր հարցը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Կնյազ Կարինե, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի կնյազի եւ Կարինեի համար։ Կնյազ Կարինե։ Սիրելի կնյազ, սիրելի Կարինե, ձեր կյանքի մեջ լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրները կա, խնդիրները կա, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, երջանկություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս։ Ֆուրման 25 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի
Ֆուրմանի համար։ Ֆուրման 25 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ֆուրման։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները լուծելի են, դուք հաղթանակով այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Հատկապես մոտակա ժամանակահատվածում հաջողություն է լինելու ձեր ֆինանսական ոլորտում։ Արմինե 55 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Արմինե։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն և ձեր անձնական ոլորտում է լինելու հաջողություն։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արմեն 38 տարեկան, անձնական։ Արմեն 38 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Սիրելի Արմեն, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր անձնականը փակված է, սիրելի Արման, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա։ Նանա 62 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նանայի համար։ Նանա 62 տարեկան։ Սիրելի Նանա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր տան վրա կա մագիա, ձեր տան վրա կա կախարդանք, որի պատճառով ոչ անձնական երջանկություն կա, ոչ ֆինանսական հաջողություն կա տարաձայնություններ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա իրար չհասկանալու իրավիճակ, կա առողջական խնդիրներ։ Սիրելի Նանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը մաքրեք ձեր վրայից, ձեր ընտանիքի, ձեր սերունդի վրայից, որպեսզի լինի հաջողություն։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե, կա խնդիրներ, ձեր անձնական կյանքի մեջ պրոբլեմ է եղել, ձեր անձնականը պետք է ստացվեր և չի ստացվել։ Դուք վախենում եք, որ կարող է ձեր անձնականը նորից չկաշկավորվի։ Գիտեք ինչ, սիրելի Հերմինե, մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ էլ որ կատարվել է, դա չի նշանակում, որ դա կապված է ինչ-որ նեգատիվի հետ։ Ուղղակի այդ անձնավորությունը կարող է ձեր հետ ընդհանրապես ճակատագրական կապ չունի, բայց սիրելիս դուք լինելու եք երջանիկ, ձեր անձնական կյանքի մեջ լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ են, նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Կնյաս 34 տարեկան, անձնական։ Կնյաս 34 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի կնյաս, կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, անձնական ոլորտում, մի վախեցեք, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի կնյաս, հատկապես ձեր անձնականի հետ կապված, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։
Երջանկություն էր ցույց տալիս սիրելի կնյաց։ Իրինա 37 տարեկան անձնական։ Իրինա 37 տարեկան անձնական։ Սիրելի Իրինա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ փասվում է երջանկության ժամանակահատվածը, եկել է ուրախանալու եւ երջանկանալու ժամանակը, սիրելի Իրինա։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Գոհար 33 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 33 տարեկան ֆինանսական։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագ, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Սիրելի Գոհար, այս նեգատիվը բերելու է նաեւ առողջական խնդիրներ, կա արդեն առողջական խնդիրներ, ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի երջանկություն։ Վարդուհի 30 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուհի 30 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Վարդուհի, ձեր վրա կա տոմական անեծք, որը փակում է ձեր անձնականը, փակում է ձեր գործնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքից, այս մագիայից, այս նեգատիվից ձերբազատվեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Անահիտ 58 տարեկան զինվորական թորտիկդ ունի պրոբլեմ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Կա խնդիրներ, ճիշտ է ձեր թորնիկի մոտ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Անահիտ։ Սիրելի Անահիտ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր թորնիկի վրա կա նեգատիվ, որը բերել է նման առողջական խնդիրների, ֆինանսական պրոբլեմների առաջ է կանգնեցրել։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, թող ձեր թորնիկը անհապաղ մաքրվի։ Այդ առողջական խնդիրները, այդ պրոբլեմները ոչ թե սովորական խնդիրներ են, սովորական պրոբլեմներ են։ Ձեր թորնիկի վրա կա մագիա, որը բերում է, կանգնեցնում է ձեր թորնիկին նման ֆիզիոլոգիական խնդիրի առաջ։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր թորնիկին մաքրեք այս նեգատիվից եւ այդ առողջական պրոբլեմից էլ դուրս կգա եւ ձեր թորնիկի կյանքի մեջ էլ կլինի հաջողություն։ Թորնիկիդ վրա գիրք կար կատարած, որը բերում է նման ֆիզիոլոգիական բարդության առաջ է կանգնեցնում։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Սիրելի Լուսինե, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինել հաղթանակներ։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։
Կարինե 37 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 37 տարեկան։ Կախնդիրներ սիրելի Կարինե։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, ձեր գործնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կարինե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ռիմա 68 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 68 տարեկան առողջական։ Կախնդիրներ սիրելի Ռիմա։ Մի վախեցեք, կատարեք անհապաղ բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ավագինում, սիրելի Ռիմա։ Վարդուի 59 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուի 59 տարեկան։ Սիրելի Վարդուի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Վարդուի, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազակ նպատակ որ ունեք, սիրելի Վարդուի, ձեր երազակները, նպատակները կատարվելու են եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Սեդա Հարութ, շփում կլինի թե ոչ։ Սեդա Հարութ, շփում կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի եւ Հարութի համար։ Սեդա Հարութ։ Սիրելի Սեդա, սիրելի Հարութ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որը չի թողնելու, որ լինի շփում։ Որպեսզի լինի շփում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի շփում։ Նարինե 40 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 40 տարեկան առողջական։ Կախնդիրներ սիրելի Նարինե։ Սիրելի Նարինե, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում, դուք ոչ միայն պետք է կատարեք բժշկի ցուցումը, դուք նաև պետք է ձեր վրայից մաքրեք այս թուղթուգիրն ու այս նեգատիվը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ապաքինում, նոր կլինի լավացում։ Մարինե 26 տարեկան։ Ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Մարինե 26 տարեկան։ Ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Մելինե, ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Կախնդիրներ, ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի Մելինե, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, որը փակելու է ձեր գործունեության հաջողությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք պաշտպանություն եւ կլինի ֆինանսական եւ անձնական հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, դուք ինչին էլ որ ձեր տակ, սիրելի Մելինե, չի ստացվի։ Դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք, պաշտպանություն դրեք, ֆինանսական հոսքեր բացեք եւ ձեր գործունեությունը կսկսի աշխատել։ Այո, ես մաքրման գործողություններ կատարում եմ։ Կարող եք նաեւ ինձ դիմել, բայց դա ձեր սեփական կամքն է, ում կարող եք
նրան էլ դիմեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Алина Женя. Посмотрим, чувствует. Еще есть чувство или нет. Алина Женя. Посмотрим, что говорит Всевышний. Алина Женя. Да, дорогая Алина, да, есть чувство. В ваших отношениях все будет отлично. Чувство есть. Чем дальше, тем много будет чувств, дорогая. Да, есть чувство. Շնորհակալ եմ։ Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Это не имеет значения, что вы расстались. Я вижу, что у вас будет еще связь. Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Անի 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Անի, բայց մի վախեցեք, դուք այդ խնդիրները կհաղթահարեք, դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում։ Կա խնդիրներ, բայց մի վախեցեք, դուք բալիկ կունենաք, սիրելի Անի։ Լուսինե 39 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Լուսինե 39 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը թույլ չի տալիս, որ դուք երեխա ունենաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դուք հնարավորություն կունենաք երեխա ունենալու, դեռ հնարավորություն ունեք, ուղղակի ժամանակ մի կկործրեք, անհապաղ այս նեգատիվից ձերբազատվեք։ Կարող եք, եթերից հետո ինձ հետ կապնվեք։ Կարեն Ստելա, երեխա նորից կլինի թե ոչ։ Կարեն Ստելա, այո, կլինի բալիկ, սիրելի Կարեն, սիրելի Ստելա, երեխա կլինի։ Ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում, երեխա կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Տիգրան։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, լինելու է եւ հաղթանակներ, լինելու է եւ հաջողություն, դուք այդ ֆինանսական խնդիրներից եւ բարդություններից հաղթանակով դուրս եք գալիս։
Արփին է 25 տարեկան, տղա երեխա կունենաք թե ոչ։ Արփին է 25 տարեկան, տղա երեխա կունենաք թե ոչ։ Սիրելի Արփին է ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք եւ հնարավորություն կունենաք նաեւ տղա երեխա ունենալու։ Տղա երեխա դա սերունդի ճանապարհ է, շարունակություն է։ Տղա աղջիկը համարվում է ուրիշ սերունդ շարունակող։ Փակված է տղա երեխա ունենալու իրավիճակը։ Դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք եւ հնարավորություն կունենաք տղա երեխա ունենալ։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Սիրելի Մարիամ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտի հետ կապված։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ես եթեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչն է ձեր վիճաբանության պատճառը։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Լուսինե, սիրելի Արտյոմ, հնարավոր է ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որի պատճառով այդ վիճաբանություններն ու այդ կռիվները կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լուսինե, մաքրվեք եւ դուք, մաքրվեք եւ Արտյոմին եւ այդ վիճաբանություններն ու պրոբլեմները ձեր միջից կվերանան։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելի Լուսինե, ընդհակառակը հնարավոր է լինի լրիվ բաժանություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Карине 46 лет. Финансы. Посмотрим, что говорит Всевышний. Карине 46 лет. Финансы. Дорогая Карине, на вас есть родовое проклятие, которое закрывает ваши финансы. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас в финансовой сфере все будет отлично. Этот негатив не только закрывает ваши финансы, этот негатив закрывает и удачу в вашей личной жизни. Обязательно обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас финансы будут, много будет финансов. Լիլիթ 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 45 տարեկան, անձնական, գործնական։ Լիլիթ 45 տարեկան, սիրելի Լիլիթ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, նոր կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։
ամեն ինչ փակված է, ինչին ցերեկ տալիս քանդվում է, ինչին ցերեկ տալիս փլուզվում է։ Սիրելի Արմեն, Անահիտ, գրեք ձեր տարիքը, Արմենը տարիք, Անահիտը տարիք, որպեսզի կարողանալ ավելի ճիշտ եւ կոնկրետ ձեր հարցերին պատասխանել։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Արմեն, Անահիտ, կմիանաք թե ոչ։ Արմեն, Անահիտ, սիրելի Արմեն, սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, որը բերելու է բաժանության։ Քանի կա այս գիրը, քանի կա այս մագիան, միություն չեմ տեսնում, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք նաև պաշտպանություն, որպեսզի լինի միություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ։ Գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը եւ ձեր հարցը։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերկը մեր սիրելի Ինգայի համար։ Ինգա 29 տարեկան։ Սիրելի Ինգա, ձեր կյանքի ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գոհար 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերկը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 34 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք, ինչ երազանք նպատակ ունեք, գնացեք երազանքի նպատակի հետևից, այդ դեպքում եւ հաջողություն կլինի եւ երջանկություն կլինի։ Մի քվախեցեք, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Հայկ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերկը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ 42 տարեկան։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կապ։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է այս նեգատիվը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հայկ, եւ կլինի երջանկություն, եւ կլինի ֆինանսական հաջողություն։ Ձեր վրա կապ է դրած, ինչ չեք կարողանում նույնիսկ առաջ գնալ։ Մի քայլ առաջ եք գնում 10 քայլ հետ, սիրելի Հայկ։ Քերոբ 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերկը մեր սիրելի Քերոբի համար։ Քերոբ 36 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Քերոբ, եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, ոնց որ ոչ մեկը դե երկուս տարում, գիտեք ինչ, սիրելի Քերոբ, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց մի քվախեցեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու է հաջողություն, հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս ուղղակի շատ քիչ ժամանակ։
Մանուշակ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մանուշակի համար։ Մանուշակ 33 տարեկան։ Սիրելի Մանուշակ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես սկզբից ֆինանսական ոլորտում։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Մանուշակ, դուք այդ խնդրից, պրոբլեմից Աստծո կամքով, հաղթանակով դուրս եք գալիս։ Էդգար 36 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 36 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Էդգար։ Սիրելի Էդգար, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր էներգետիկան փակված է, որի պատճառով ոչ հաջողություն կլինի անձնական ոլորտում, ոչ էլ գործնական ոլորտում, նույնիսկ հնարավոր է առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Սիրելի Էդգար, ամեն ինչ փակված է։ Ձեր վրա կախարդանք ու մագիա կա։ Հովանես 35 տարեկան, ամուսնություն, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հովանեսի համար։ Հովանես 35 տարեկան, ամուսնություն։ Կա խնդիրներ, սիրելի Հովանես, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում մոտակա ժամանակներում ամուսնություն կլինի եւ երջանիկ ամուսնություն կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Դավիթ 22 տարեկան, կրթություն։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 22 տարեկան, կրթություն։ Սիրելի Դավիթ, դուք կրթություններ կստանաք, ձեր ցանկացած մասնագիտությամբ էլ կաշխատեք, ձեր ցանկացած մասնագիտության ոլորտով էլ հաջողություններ կունենաք։ Հաջողություններ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, Լուսինե 48 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 48 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Լուսինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ կյանքի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում։ Սիրելի Լուսինե, ձեր դեմ ասում է հաջողության ժամանակահատված։ Նարինե 40 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը բերել է նման առողջական խնդրի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, ոչ միայն պետք է կատարեք բժիշկների ցուցումը, նաև դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտի վրա մաքրում կատարեք, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաև կլինի լավացում, նաև կլինի ապակինում։ Ձեր առողջական խնդիրը հիմնականում այս թուղթուղիրի պատճառն է։ Այս թուղթուղիրն է բերել նման առողջական խնդրի առաջ կանգնեցրել։ Արմինե 45 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 45 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Արմինե։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, որը փակել է ձեր անձնական երջանկության առջև։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն,
դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր անձնական երջանկությունը։ Գրիգ 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգի համար։ Գրիգ 20 տարեկան։ Սիրելի Գրիգ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Գրիգ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անահիտ 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 19 տարեկան, անձնական, կախնդիրներ սիրելի Անահիտ, կախնդիրներ։ Գիտեք ինչ սիրելի Անահիտ, ձեր տոմի վրա կա թուղթուգիր, ձեր տոմի վրա կա մագիա, որը փակում է մեր սիրելի Անահիտի անձնական ոլորտը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Անահիտ եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Այդ մագիան, այդ կախարդանքը ձեր եւ անձնականն է փակում եւ ձեր գործնականն է փակում։ Շնորհակալ եմ։ Անի 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 19 տարեկան, անձնական։ Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ռուզաննա 41 տարեկան, անձնական։ Ռուզաննա 41 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Կախնդիրներ սիրելի Ռուզաննա։ Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ են, նպատակներ են, որ ունեք սիրելի Ռուզաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ռիմա 68 տարեկան, առողջական։ Ռիմա 68 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Լինելու է աբաքինում, կատարեք 100% բժիշկների ցուցումը, մի քվախեցեք, դուք կլավանաք, դուք կաբաքինվեք։ Անդո 30 տարեկան, անձնական։ Անդո 30 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդոյի համար։ Սիրելի Անդո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական, նոր կլինի հաջողություն։ Հարութ, գալու է Հայաստան, թե ոչ։ Հարութ, կգա Հայաստան, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Հարութ, ինչ որ վախեր կա Հարութի մոտ, դժվարություններ կա, վախեր կա։
Ընդհանրապես ցույց է տալիս, որ չէ, հայրուտը չի գա, ցույց է տալիս, որ ինքը կարող է եւ ցանկություններ ունենա կա, բայց խնդիրներ կարաճանան, խնդիրներ կարաճանան, որովհետեւ հայրուտի վրա կա թուղթուգիր կատարված, որը չի թողնում, որ ինքը գնա այն ճանապարհով, այն ուղիով, որ նոր իրան ավելի երջանիկ կդարձնի, ավելի բախտավոր կդարձնի, հարուտին մաքրեք այս նեգատիվից, դրանից հետո հարուտի դեմ կբացվի հնարավորությունները, կբացվի ճանապարհները։ Հարուտի վրա թուղթուգիր կար, որպեսզի այդ ձևի կանգնածելը մնա, չշարժվի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անի 23 տարեկան, ես չեմ անում թուղթուգիր, ես մաքրում եմ թուղթուգիր, ես չեմ անում, ես մաքրում եմ, ես պաշտպանություն եմ տնում։ Անի 23 տարեկան, անձնական, Անի 23 տարեկան, անձնական, Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանքել նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հերմինե 37 տարեկան, ֆինանսական, Հերմինե 37 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Սիրելի Հերմինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Միհրան 21 տարեկան, աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ, թե ոչ։ Միհրան 21 տարեկան, աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ, թե ոչ։ Այո, սիրելի Միրան, դուք աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ եւ լավ էլ առաջ կգնաք, լավ էլ ձեր մասնագիտական ոլորտի մեջ հաջողություններ կունենաք։ Սևակ Մարիեթա, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սևակ Մարիեթա, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սևակ, սիրելի Մարիետա, երջանկություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Սևակ, սիրելի Մարիետա, դուք այդ խնդրից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սեր, միություն, երջանկություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վիոլետա 34 տարեկան, անձնական, Վիոլետա 34 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիոլետայի համար։ Սիրելի Վիոլետա, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, խնդիրը պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է երջանկության ժամանակահատված, հաջողություն եւ անձնական ոլորտում է լինելու, եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներիս, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Քերոբ Անի, կամուսնանաք, թե ոչ։ Քերոբ Անի, ամուսնություն կլինի, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Քերոբ, սիրելի Անի, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որը չի թողնելու, որ լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից մաքրվեք, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի ամուսնություն, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում, քանդվի չի լինի ամուսնություն,
Կարեն 34 տարեկան ֆինանսական Կարեն 34 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար կա խնդիրներ սիրելի Կարեն բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն հետագայում էլ նաև անձնական ոլորտում կլինի հաջողություն սիրելի Կարեն շնորհակալ եմ նվերների համար Անժելա 32 տարեկան ինչ է սպասվում Անժելա 32 տարեկան ինչ է սպասվում տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար Կա խնդիրներ սիրելի Անժելա Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Դուք հիմա ծաղրաձոյի կարգավիճակով եք։ Անկան անձնական խնդիրներ ու պրոբլեմներ կա, որ դուք չեք կարողանում այդ իրավիճակից դուրս գալ։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Շուշան 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շուշանի համար։ Շուշան 20 տարեկան։ Սիրելի Շուշան, ձեր վրա կա տոհմական անեզք։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները կկանգնեն խնդրի առաջ, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, կարող է ինչ-որ ձևով ձեր ներքին էներգետիկան կարողանաք օգտագործել, որոշակի քայլ անել, բայց անտեղի ժամանակ կկորցնեք և կկանգնեք նորից նույն փակուղու առաջ։ Սիրելի Շուշան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ամեն ինչ փակված էր սիրելի Շուշան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Անի 35 տարեկան ֆինանսական Անի 35 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար կա խնդիրներ սիրելի Անի եւ ֆինանսական ոլորտում սիրելի Անի ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա մագիա ձեր ֆինանսականն է փակված եւ անձնականն է քնած դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն դուրս եկեք այս նեգատիվից նոր կլինի եւ անձնական նոր կլինի եւ ֆինանսական ամեն ինչ փակված էր շնորհակալ եմ նվերների համար շնորհակալ եմ լայքերի համար շատ շնորհակալ եմ Գրանցվեկի մալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք Սմբատ 20 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սմբատի համար Սմբատ 20 տարեկան սիրելի Սմբատ լինելու է ամուսնություն, լինելու է երջանկություն, դուք ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սմբատ, ձեր երազանքը, ձեր նպատակը կատարվելու է։ Շնորհակալ եմ։ Իզաբելա 45 տարեկան ֆինանսական Իզաբելա 45 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար
Կա խնդիրներ, սիրելի Իզաբելլա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներից դուք հաղթանակով դուրս եք գալիս, պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություններ ցույց տալիս։ Սիրելի Իզաբելլա, ձեր ֆինանսական ոլորտում շնորհակալ եմ։ Հովհաննես 35 տարեկան անձնական։ Հովհաննես 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Սիրելի Հովհաննես, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հովհաննես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Երջանկություն է ցույց տալիս Իդա 49 տարեկան։ Իդա 49 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իդայի համար։ Սիրելի Իդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա թուղթուգիր, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, լավ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Աննա 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Աննա, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, եւ կլինի երջանկություն։ Արուսիկ 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արուսիկի համար։ Արուսիկ 38 տարեկան։ Սիրելի Արուսիկ, կապակինվեք, ապակինում է ցույց տալիս, լավացում է ցույց տալիս, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Արուսիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, դուք կարողանաք, ձեզանից աշկալուսանք եմ սպասում։ Մերի 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 23 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մերի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություններ ցույց տալիս։ Մարիետա 22 տարեկան, մոտակա օրերը զանգ կստանաք ձեր երեխայի հետ կապված։ Մարիետա 22 տարեկան, այո սիրելի Մարիետա, դուք զանգ կստանաք եւ շատ ուրախ զանգ կստանաք, այո ձեր երեխաների հետ կապված։ Սակո 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սակոյի հետ կապված։ Սակո 23 տարեկան անձնական,
կա խնդիրներ սիրելի սակում, կա խնդիրներ, կա դժվարություններ, գիտեք ինչ սիրելի սակո, ձեր վրա կա տոհմական անեզք և անձնական ոլորտում և գործնական ոլորտում խնդիրներ է, պրոբլեմներ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունները կհայտնեք։ Դավո 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավոյի համար։ Դավո 33 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Դավո, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Արգինե 49 տարեկան անձնական, Արգինե 49 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արգինեի համար։ Արգինե 49 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Արգինե, ձեր և անձնականն է փակված և գործնականն է փակված, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի գործնական։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայություն, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Քրիստինե 51 տարեկան անձնական, Քրիստինե 51 տարեկան անձնական, սիրելի Քրիստինե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, որպեսզի լինի անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի անձնական, ձեր վրա թուղթուգիր կար։ Կարող եք նաև ինձ դիմել, կարող եք սիրելիներս։ Ես այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, ում հարցերին չկարողացա պատասխանել, իմացեք, որ վաղը նորից ուղիղ եթեր եմ մտնում, ում հարցերին չկարողացա պատասխանել, կշարունակեմ վաղը։ Սոֆիա 45 տարեկան, աշխատանքդ կշարունակեք, թե դուրս կգաք աշխատանքից։ Սոֆիա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Չէ, դուք ձեր աշխատանքը կշարունակեք, լավ է լինելու ձեր աշխատանքի ոլորտում, սիրելի Սոֆիա։
Լավ կլինի, որ ամեն մարդ ինքը իրա էջից ուղարկի, կնոջը էջից տղամարդ է գրում, տղամարդու էջից կին է գրում, լավ կլինի, որ ամեն մարդ իրա էջից ուղարկի իր հարցերը, որպեսզի ես կարողանամ ավելի ճիշտ եւ ավելի կոնկրետ պատասխանել։ Ավարտում եմ այսօր իմ ուղիղ հետերը։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Եթե դուք ունեք բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, հարևաններ, ում որ պետք է էքստրասենսի, բացառատեսի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ հետեր, թող իրենք էլ գրանցվեն իմ ալիքներին, իրենք էլ մասնակցեն իմ ուղիղ հետերներին, իրենք էլ իրենց հարցերը տան։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։